Եկեք իրար հետ ավանդական նախաճաշ անենք ու խոսանք նրա մասին, թե ինչա փոխվում քո կյանքում, եթե դու քո պրիորիտետները դնում ես ամենավերևում, մնացածը ներքևում։ Ինչա փոխվում, երբ որ դու քո առողջությունը, քո հոգեկան առողջությունը դնում ես առաջին տեղում։ Նախաճաշս ցույց տամ, ես եմ պատրաստել։ Նախաճաշները արդեն ես եմ պատրաստում։ Ձվածեղա ոլորով, պանիրա, պամիդորը ինչքան հնարավոր է շուտ ու լավաշը։ Հաու սուրճ, դե ինչ հայկական առավոտ առանց սուրճի։ Ասեք սրանից հրաշք բան կա, որ առավոտդ քոնն է, ոչ մեկին պարտավոր չես ոչինչ, ես հիմա ուղղակի վայելում եմ իմ այդ առավոտները ու հետաքրքիր բան, որ իմ մեջ ես դա զգացել եմ, ես ամեն անգամ իմ վրա աշխատելով, իմ ինքնագնահատականի վրա աշխատելով, իմ տեսքի վրա աշխատելով, իմ հոգեկան առողջության վրա աշխատելով, ես էլ չեմ տա իմ էներգիան այն մարդկանց, ովքեր տանում են քո էներգիան, ովքեր ինձ չեն հասկանում, ովքեր ինձ բավական չեն սիրում, ովքեր ինձ բավական չեն գնահատում, անգամ եթե այդ մարդիկ իմ ընկերներն են կամ հարազատներն են։ Իմ էներգիան ավելի կարևոր է, քան ինչ-որ ինտրիգները, ինչ-որ բացահայտումները, ինչ-որ կռիվները։ Ես այժմ չեմ շփվում այն մարդկանց հետ, ովքեր խլում են իմ էներգիան, ովքեր ինձ դրական էներգիա չեն տալի, պատասխանը վերցնում են իմ դրական էներգիան։ Ու մարդիկ կարող են նայել այս ամենին, ասել, որ վայ մենակություն, վայ ինչ մեղք ես դու, վայ մենակ ես ապրում, բա ջուր տվող քեզ չլինի։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ դու զբաղվում ես քո հոգեկան առողջությամբ, քեզ պետք չի, որ ինչ-որ մեկը ջուր տա, քեզ պետք չի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան անի, դու ինքդ ես քոնը, դու քոնն ես, դու քեզ համար ես ապրում, դու երջանիկ ես ինքդ քեզնով, դու անկեղծ եմ ես ձեզ հիմա բաց ասում, որ ես հիմա իմ կյանքի ամենաերջանիկ փուլում եմ։ Միակ բանը, որ իմ կյանքում չէր ստացվում, դա իմ նիհարելն էր։ Ես ամեն անգամ սկսում էի ու թողում էի, սկսում էի ու թողում էի։ Ու հիմա ես, այն որ ես կարամ լիարժեք ասեմ, որ ես իսկապես հիմա լիարժեք երջանիկ եմ։ Մենակով այս տան մեջ առավոտը հելել եմ, վազել եմ, նախաճաշս պատրաստել եմ, հիմա վայելում եմ իմ առավոտը մենակով։ Եթե դու քո հետ երջանիկ չես, խաղաղ չես, դու չես կարող ոչ մեկին ոչ երջանկացնես։ Անկեղծ մարդը, այդ բոլորս արդեն գիտենք, այդ էներգիա է։ Ու եթե դիմացինը քեզ նեգատիվ էներգիա է տալիս, անգամ եթե դա քո հարազատ մարդն է, մաքսիմալ քիչ շփվեք այդ մարդկանց հետ։ Իմ էներգիան բարձրացել է, սարեր է շուռ տալի, ես լիքը պրոյեկտների մտքեր ունեմ, ես լիքը մտաղացումներ ունեմ, ես անում եմ, ես պարապում եմ ու իմ էներգիան ավելի է շատանում։ Սպորտով զբաղվելիս երեխեք առողջ սնվելուց ձեր էներգիան ավելի է բարձրանում, ֆաստ ֆուդ ուտելուց ձեր էներգիան իջնում է։ Ես չգիտեմ այդ ոնց է աշխատում, բայց այդ տենց է աշխատում։ Մի նվիրեք ձեզ անտեղի մարդկանց, մի նվիրեք ձեզ այն տղամարդուն, ով չի գնահատում ձեզի, ձեզ արժանին կգա, կգտնի, սպասեք ուղակի, համբերատար եղեք ձեր կյանքում, ձեզնով զբաղվեք, ձեր արտաքին տեսքով զբաղվեք, հոգեկան առողջությամբ զբաղվեք, լիքը գիրք կարդացեք, լավ ֆիլմեր նայեք, ման եկեք, օրագիր պահեք, օրագիրի մեջ գրեք այն, ինչ որ դուք ուզում եք։ Օրինակ դուք գիտեք ինչով եք երջանկանում։ Ես ինքս օրագրիս մեջ գրել եմ,
թե ես ինչից եմ երջանկանում։ Ես ամեն օր անում եմ այն, ինչ որ ինձ երջանկություն է պարգևում։ Համով նախաճաշ, թատրոն, գրել եմ, Վիկա ջան, ինչն է քեզ երջանկացնում։ Ճամփորդելը մաքսիմալ շատ ճամփորդի։ Փող չունես Հայաստանի մեջ 6000-ով, 5000-ով լիքը կան։ 10000-ով կա, բասեին գնա, բասեիննա դուրդ գալի։ Նստի գրի։ Ինչն է ինձ երջանկացնում, հերթով պունկտերով գրի։ Ու սկսի գոնե մի հատը ամեն օր անես։ Եթե դու քեզ չերջանկացնես, ոչ մեկ քեզ չի կարա երջանկացնի։ Ոչ մամատ, ոչ պապատ, ոչ երեխեդ, ոչ ընկերներդ, ամուսնացած չես, ոչ կողակիցդ, ոչ մեկ քեզ չի կարա երջանկացնի, եթե դու երջանիկ չես ներքուստ։ Նույնիսկ ֆինանսը չի կարա։ Եղել է իրավիճակ իմ կյանքում, որ ես ունեցել եմ բարձից տակ դրած 2 միլիոն դրամ։ Ես աշխատել եմ, ես ստեղծագործել եմ, իմ գործը շատ լավ ա եղել։ Փառք Աստծո, իմ ձեռքով, իմ արհեստով ես ինձի շատ լավ պահել եմ։ Բայց ներքուստ երջանիկ չեմ եղել։ Եղել է իրավիճակ, որ ես Ռուսաստանում եմ ապրել ու 1000 ռուբլի եմ ունեցել։ Այսօր այդ 1000 ռուբլին ես հաց կառնեմ, կուտեմ, ես վաղը չգիտեմ ինչ եմ անելու։ Այո։ Կյանքի տարբեր իրավիճակներ ա իմ մոտ եղել ու ես ուղղակի չեմ հանձնվել։ Գթեք ձեր երջանկության բանալին, ամեն ինչ փորձեք, աշխատեք, ստեղծագործեք, սովորեք, փորձեք ինչա ձեր դուրը գալի։ Եթե մի բան դուրները չի գալիս, սկսել եք սովորել մի բան դուրները թողեք։ Ոչ մեկ ձեզ չի ստիպում զբաղվեմ այն գործով, որ ձեր դուրը չի գալի։ Միգուցե կասես Վիկա ջան, հեշտ ես ասում, հեշտ չեմ ասում։ Մի բան դուրդ չի գալի, թողում ես, զբաղվում ես նրանով, ինչ որ դուրդ գալիս է։ Չգիտես ինչն է դուրդ գալի, ուրեմն ամեն ինչ փորձում ես։ Գտնում ես քո երջանկության բանալին։ Երջանկությունը էդի էտապներ ա, որ դու ես ստեղծում։ Նախաճաշով սիրուն հագուստով, սիրուն ընկերոջդ հետ սիրուն տեղ գնալով։ Ու դու գրի, ինչն է քեզ երջանկացնում ու ամեն օր էդի շատացրա քո կյանքում։ Ամեն մեկը իր երջանկության բանալին ունի, մեկի համար շոփինգն է երջանկություն տալիս։ Ով մարդկա ստրեսի մեջ է, ինքը գնում է շոփինգի, օքեյ է էդի։ Մարդկա ստրեսի մեջ է, ինքը գնում է վազելու իմ նման։ Մարդկա ստրեսի մեջ է, ուտում է, այ ուտելը երկար ժամանակ իմ մոտ հենց այդ ուտելն էր խնդիրը, որ եթե ես ստրեսի մեջ էի, ես սկսում էի ուտելիքով իմ ստրեսը բավարարեի, բայց հավատացնում եմ ձեզ, այդ ավելի է բարդացնում իրավիճակը։ Լինում են առողջական խնդիրներ, լինում են ինքնագնահատականի խնդիրներ ու այդ մենակ ուտելու խնդիրն է։ Ինձ օրինակ շատ է նաև օգնել այսպես բլոգ վարելը։ Ես էլ չեմ վախենում կրիտիկայից, որովհետև այնքան մարդ է ինձ տարբեր բաներ գրում, թե ես գեշ եմ, թե ես մունաթ եմ, թե ես վատն եմ, թե ես ես ինչ եմ խոսում, բայց հետաքրքիրն է, որ ինձ ամեն անգամ ավելի ու ավելի միևնույն է դարձել, թե մարդիկ իմ մասին ինչ կասեն։ Ու գիտեք ինչ է հետաքրքիր, որ միևնույն է դարձել նույնիսկ, երբ որ իմ ընկերներն են ինձ կրիտիկա անում, երբ որ իմ մամասը ինձ կրիտիկա անում, երբ որ իմ հարազատներն են ինձ կրիտիկա անում, որովհետև եթե ես հիմա երջանիկ եմ, եթե ես ասենց եմ երջանիկ, պարտավոր չեմ ես բոլորին դուր գամ։ Պարտավոր չեմ, որ բոլորի համար հարմար լինեմ։ Ես երկար տարիներ բոլորի համար հարմար եմ եղել։ Ու այդ ինձ ոչ մի բանի չի բերել։ Բացարձակապես ընդհակառակ ես ինձ կորցրել եմ։ Ես փորձել եմ լավ տնօրեն լինեմ, լավ աղջիկ լինեմ, լավ քույրիկ լինեմ, լավ ընկերուհի լինեմ, բայց ես ինձ կորցրել եմ։ Ու երբ որ ես դրեցի ինձ առաջին տեղում, օքեյ, լիքը ընկերներ գնացին իմ կյանքից, բարեկամներ գնացին իմ կյանքից, հարազատներ ինձ չհասկացան։ Ես հիմա կարամ հանգիստ ասեմ, որ ես 1-2 մարդու կարամ զանգեմ ու պատմեմ այն, ինչ որ հիմա ես ձեզ եմ պատմում։ Ու իմ համար այդ շատ լավ է։ Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ու ես չեմ փորձում բոլորի համար լավը լինեմ։ Եթե դուք
ձեզ հետ մենակով երջանիկ չլինեք, ոչ մեկի հետ երջանիկ չեք լինի, ոչ տանը, ոչ ծնողի հետ, ոչ հարազատի հետ, ոչ ընկերուհու հետ, ոչ կողակցի հետ, ձեզ հետ երջանիկ եղեք, պաչիկ եմ անում, ուզում եմ շատ վիդեոներ անեմ այս թեմաներով, որտեվ գիտեմ ենք աղջիկերքս շատ փխրուն մարդիկ ենք ու շատ քչերն են մեզ հասկանում, իսկապես հասկանում, բոլորը փորձում են մեզ ջարդել, փոխել, թեքել, այս չհագնես, այն չանես, սենց չնստես, հայ իրականության մեջ այդ շատ դրվածք է դրած ու իմ, քո, մյուսի միջոցով ուզում եմ այս ամենը փոխվի, որ մեր մյուս սերունդը մենք նույնպես ավելի երջանիկ լինենք, պաչիկ եմ անում ձեզ, պակա-պակա